Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ մարտի 11-ից գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծ ու դատավարություններին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։ Ակնհայտ է, որ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունն ուղեկցվում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը, միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները, ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլև արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաեւ զոհերին ներկայացնելու իբրև ոճրագործներ։ Շինծ ու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների եւ միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաեւ հոգեվոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։ Այս պայմաններում մեծապես կարևորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։ Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական եւ միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։ Կոչ ենք ուղղում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն երկարատև խաղաղություն եւ սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ Արցախահայության իրավունքների իրացման պարագայում։ Աղոթքով ահռ բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին, պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի եւ առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։ Մեր հայցն ենք վերառակում առ Աստված բոլոր գերեալների, նեղյալների եւ նրանց ընտանիքների համար, խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին, ասվում է Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարության մեջ։ Ռուբեն Վարդանյանի գրասենյակը տեղեկացնում է, որ ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ռուբեն Վարդանյանը 2 ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության եւ ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի. ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում են բոլոր հայերին եւ հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, ոչ թե հեռանալ, նշել է Ռուբեն Վարդանյանը։